Շատերդ հավանաբար դիտել եք «Գահերի խաղը» հայտնի սերիալը, եւ ես առաջարկում եմ միասին բացահայտենք դրա իրական, պատմական եւ քաղաքական նախահիմքը։ Ջորջ Մարտինի «Ազգ կրակի եւ սառույցի եռագրությունը», որի հիման վրա ստեղծվել է սերիալը, խորապես ներշնչված է միջնադարյան Եվրոպայի, հատկապես Անգլիայի քաղաքական անցքերից։ Գրքում ու սերիալում Լանիստերների ու Սթարքների պայքարն ու հակամարտությունները համընկնում են շուրջ 32 տարի ձգված Վարդերի պատերազմին, որի ժամանակ 1400-ականների Անգլիայում միմյանց դեմ դինաստիական պայքարի մեջ էին Լանկաստերներն ու Յորքերը։ Օրինակ, սերիալի ամենաազդեցիկ կերպարներից Սերսեյ Լանիստերի պատմական նախատիպը Մարգարետ Անժուացին է, ով ծայրահեղ մեթոդներով պայքարում էր իր որդուն անգլիական գահին պահելու համար։ Ջոֆրի Բարատեոնի կերպարը բավականին ներշնչված է Էդվարդ Լանկաստերցու գործունեությունից, ով Վարդերի պատերազմի ժամանակ աչքի էր ընկնում իր անլուրջ ու անխոհեմ որոշումներով։ Սերիալի ամենաէպիկական դրվագներից մեկը Կարմիր հարսանիքը ոգեշնչված է շոտլանդական Սև ընթրիքից, որի ժամանակ Ուիլյամ Քրիղթոնը Էդինբուրգի ամրոցում կազմակերպելով կեղծ հյուրասիրություն սպանեց Դուգլաս եղբայրներին, որպեսզի մրցակիցներ չունենա Շոտլանդիայի գահին բազմելու համար։ Այսպիսով, ֆանտաստիկայի ժանրը իրականության այլաբանական վերարտադրությունն է, որը թույլ է տալիս պատմական եւ քաղաքական դեպքերը ներկայացնել ավելի ազատ եւ հետաքրքիր։ Ինչ եք կարծում, ժամանակակից աշխարհի հետ ինչ զուգահեռներ կարելի է տեսնել Վեստերոսում։